Ձևերի և ֆանտազիաների թատրոն խորագրով անհատական ցուցահանդես A1 Art Space պատկերասրահում։ Նկարների հեղինակը 41-ամյա Հայկ Կակոսյանն է։ Ժողովրդական նկարիչ Էդուարդ Կակոսյանի որդին վաղ տարիքում կորցրել է լսողությունը, սակայն մինչև օրս չի նկարում առանց երաժշտություն միացնելու։ Մի քանի օր որ չի նկարում, ասում կարոտում եմ ներկերի հոտին, ուզում եմ նկարել ու նկարում է։ Դուդուկ է շատ սիրում է դացական երաժշտություն, ասում է երաժշտությունը ինձ հուշում է գույները։ Հայկի կտավներում մտածածին ու երևակայական կերպարներ են, սիրելի գույն չունի, ընտրում է այն երանգը, որն այդ պահին սիրտն է թելադրում։ Տարբեր գույներ ճինում եմ։ Տարբեր գույներ։ Չկա որևէ մեկը, որ հատուկ սիրում եք։ Մի տարը ուրիշ ճինում եմ, փախտում եմ, ամեն տարը փախտում եմ, ճինում եմ գույն, իմա ասե խարը։ Հայկը այլ մասնագիտություն էլ ունի, աշխատում է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական սարքավորումների արտադրության և սպասարկման ոլորտում, փորձում է իր գիտելիքներով օգտակար լինել հաշմանդամություն ունեցողներին։ Նա ձեռք է բերել երկրորդ մասնագիտություն և իր ստեղծագործական կարողությունները ներդնում է նաև այն պարագաների պատրաստման մեջ, ինչը անհրաժեշտ է մարդկանց, այսինքն եւ նա մեծ բարեգործական մարդասիրական աշխատանք է կատարում այս պահին, պատրաստում է օրթեզներ դրանց կարիք ունեցող անձանց համար։ Կազմակերպիչները փաստում են Հայկ Կակոսյանի անհատական ցուցահանդեսը ոչ միայն նրան որպես արվեստագետ հանրահռչակելու փորձ է, այլև ցույց տալու, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիիրավ անդամներ են, որոնք ունակ են ավելին անելու։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։